Եվ ես այսօր նույնպես ուզում եմ կիսվել աղոթքի մասին, դե ինչի մասին պիտի քարոզեմ, եթե ոչ աղոթքի, որովհետև ամբողջ շաբաթը լսել ենք աղոթքի մասին խոսքը, ու շատ այսպես մենք ոգևորված ենք։ Եվ ես ուզում եմ խոսել ճեղքման աղոթքի մասին, այն աղոթքի մասին, որ բերում է ճեղքում, որ բերում է փոփոխություն։ Ամեն։ Լինում է չէ, որ մենք աղոթում ենք ինչ-որ բանի մասին ու ինչ-որ բաներ չեն փոխվում։ Ու նենց է լինում, որ աղոթում ենք, ու եթե չի գալիս մի անգամից պատասխանը, այն ժամանակ մենք կարող է տխրենք։ Ու գիտեք, Արաքացի 13:12-ում այսպիսի բան է գրված, ասում է ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի, այո, ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի, բայց կատարած փափագը կենաց ծառ է։ Ու երբ ես կարդացի այս խոսքը, հասկացա, որ միգուցե ոմանց մոտ պրոբլեմ կա սրտի հետ, որ երկար սպասում են պատասխանը ու չկա։ Գիտեք, դու աղոթում ես, դու սպասում ես, փոփոխություն չկա, ու դա ազդում է քո տրամադրության վրա, քո ֆիզիկականի վրա, բայց Աստծո խոսքը մեզ մի հիասքանչ ճանապարհ է ցույց տալիս, ինչպես մենք կարող ենք աղոթել ու ունենալ հաղթանակ։ Ամեն սիրելիներս, նաև Արաքացի 18:14-ում գրված է, որ մարդի սոգին ուտում է իր հիվանդությունը, բայց կոտրած սիրտը ով կարող է տանել։ Պատկերացնում եք, ռուսերեն թարգմանությունում գրված է պարտված սիրտը։ Այսինքն այն մարդը, որ աղոթում է ու պատասխանը չի գալիս, ու նա մտածում է, երևի Աստված չի լսում, կամ Աստված ինձ չի սիրում, կամ Աստված չի ուզում, որ իմ կյանքում լավ փոփոխություններ լինի։ Տարբեր բաները թշնամին բերում մեր մտքին։ Ու ինչ է խոսքը ասում, որ դա խանգարում է պարտության հոգին, որը մեր սրտի վրա շատ ազդում է։ Նա գողանում է մեզանից հավատքը, գողանում է մեր համարձակությունը, որպեսզի մենք կարողանանք խիզախ գալ Տիրոջ մոտ։ Ու այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի օրինակ մերել Աստվածաշնչից, թե ինչպես աղոթքի միջոցով Աստված տալիս է ճեղքում։ Գիտեք, մենք շատերս մտածում ենք, որ աղոթքը ինքը այսպիսի մի հեշտ բան է, ֆոկուսի պես, մի հատ խնդրեցիր Աստծուն ու դա եկավ։ Ասեմ ձեզ, որ աղոթքի նպատակը առաջինը դա այն է, որպեսզի մենք Աստծո հետ ունենանք անհատական հարաբերություն։ Ու մեր հարաբերությունը Աստծո հետ աղոթքը օգնում է, որպեսզի զարգանա։ Դրա համար այն մարդը, ով որ աղոթքի մեջ է հարատևում, այսինքն զրույցում է Աստծո հետ, նա զարգանում է Աստծո ճանաչողության մեջ։ Ամեն, զարգանում է։ Ու ասեմ ձեզ, որ սա շատ կարևոր է մեզ համար։ Նաև աղոթքը օգնում է մեզ, որպեսզի մենք աղոթենք ուրիշների համար։ Դա կոչվում է բարեխոսական աղոթք, ու դա նման է աշխատանքի։ Ու երբ դուք ձեր այգում աշխատում եք, դա այդքան հաճելի գործ չի։ Դուք անգամ քրտնում եք, հոգնում եք, միգուցե ձեր մեջ կնա բռնվում, բայց դուք մի բան գիտեք, դուք աշխատում եք, դուք ծառերն եք մշակում, հողի մեջ եք ցանում սերմերը, մի նպատակով, որ դա անպայման պիտի բուսնի, ու դուք պետք է դրանից օգտվեք, ամեն։ Ուրեմն բարեխոսական աղոթքը դա այն աղոթքն է, որ մենք աղոթում ենք ուրիշների համար, աղոթում ենք երկրի համար, իշխանավորների համար, հարևանների, բարեկամների, հարազատների եւ այլն, մենք աղոթք ենք անում։ Ուշադրություն դարձրեք, որ այս աղոթքը կոչվում է բարեխոսական, ու արմատը բարի է, բարի։ Այսինքն, երբ դու մեկի համար բարի խոսում ես, դու պետք է բարի սրտից, բարի մտադրությունով, դու պետք է զգաս ինչպիսին Աստծո սիրտը այդ մարդու հանդեպ, որ այդպես աղոթես։ Ես մի անգամ մի բարեկամի համար աղոթում եմ, որը լավ կյանք չէր վարում ու կնոջը շատ նեղացնում էր։ Ճիշտն ասած, ես էլ եմ շատ նեղված, ու ես որ աղոթում եմ, այսպես է աղոթում, Տեր, փոխիր այդ մարդուն, դիպչիր իրան, խնդրում եմ, որպեսզի ընտանիքը չտարապի, որպեսզի խաղաղություն լինի։ Ու Սուրբ Հոգին ինձ կանգնացրեց, ասեց, ճիշտ չես աղոթում։ Ու ինչու? Որտեվ ճիշտ սրտից չես աղոթում, դու աղոթում ես, որ քեզ լավ լինի։ Դու չես աղոթում այդ մարդու փրկության համար։ Ու դա ինձ համար մի լավ դաս էր, որ երբ մենք աղոթում ենք, մենք պետք է բարե խոսենք, ինչպես մեր Տեր Հիսուսը, որը բարե խոսում է։ Ամեն։ Հովհաննեսը իր ուղերձի մեջ ասում է, որդյակներ չմեղանջեք, բայց երբ դուք մեղանջում եք, մի բան իմացեք, կա բարեխոս հոր առաջ։
Այսինքն, երբ դու ինչ-որ սխալ ես գործում, Սատանան քեզ ուզում է գցի, դատապարտի, բայց Հիսուս ասում է. «Հայր, նայիր իմ արյանը, որ ես թափել եմ, նայիր»։ Ինքը բարին է քո մասին խոսում։ Ինքը ասում է, ես գինը վճարել եմ, ես իրան փրկագնել եմ։ Ինքը իրավունք ունի ապրելու, փոխվելու ու առաջ գնալու։ Ամեն։ Կա նաև մեկ ուրիշը, որը չար է խոսում է։ Ու նա Սատանան է, նա չար բաներ է խոսում։ Ամեն։ Մենք կանչված չենք չար խոսելու։ Ոչ մեկը մյուսի մասին, ոչ ինչ որ ուրիշների մասին, անգամ Աստված մեզ իրավունք չի տալիս չար բաներ խոսել չար մարդկանց մասին։ Ամեն, որտեղ մենք կանչված ենք մենակ բարին ասելու, մենակ բարին, ինչու որտեղ մարդիկ ստեղծված են Աստծո նմանությամբ ու Աստծո պատկերով։ Ամեն, ու եկեղեցին դա մի յուրահատուկ կառույց է այստեղ երկրի վրա, որ նման է Աստծուն, որ ունի Աստծո հոգին իր ներսում։ Ամեն, ու դա սիրո հոգի է։ Սիրո հոգի է։ Աստծո ժողովուրդ դա սիրո հոգի է։ Սերը միշտ մարդուն ընդունում է, ոչ թե մերժում է։ Սերը միշտ մարդու մասին լավն է մտածում։ Դրա համար Աստված եկավ նաև Հայաստանը մի 1700-ից ավելի տարի, որպեսզի սեր բերի այս ազգի մեջ։ Ու մենք հայ ժողովուրդը պետք է սիրո ժողովուրդ լինենք, սիրո դրսևորումը ունենանք։ Եվ մեր հանդեպ, որ մենք հայերս ինքներս մեզ սիրենք, ամեն, ոչ թե ասենք, ես ինչ ժողովուրդ է, ես ինչ ազգ է։ Ու սիրենք նրանց, ովքեր մեր հարևանությամբ են ապրում։ Ամեն, մենք չենք ընտրել մեր հարևաններին, դրա համար պիտի հարմարվենք իրանց հետ, պիտի իրանց սիրենք։ Սերը ատելությունից ավելի ուժեղ է։ Հաստատ։ Այո, սերը ատելությունից ավելի ուժեղ է, սիրելիներս։ Ուրեմն, մինչև որ անցնեմ խոսքին, ուզում եմ մի պատմություն պատմել, որ ես լսել եմ մի երիտասարդ տղայի մասին, որ մի քաղաքում ապրում էր ու շատ էր ուզում լինել հաջողակ։ Եվ ինչ որ անում էր, ոչ մի բան չէր ստացվում։ Իր քաղաքում ապրում էր նաև մի արդեն տարեց մարդ, շատ հեղինակավոր, հարուստ, ճանապարհը անցած, ու ինքը միշտ երազում էր այդ հարուստ մարդու հետ մի հատ հանդիպի, որ իրան հարցնի. Ես ինչ անեմ, որ ես լինեմ հաջողակ։ Մի անգամ այդ երիտասարդ տղան գնում է գետի մոտ, որպեսզի ձուկ բռնի։ Մեկ էլ տեսնում է կողքը հենց այն մարդն է, որին ինքը փնտրում էր։ Ինքը մոտեցավ այսպես ասեց. «Պարոն, ես ձեզ վաղուց եմ փնտրում, կարող եմ ձեզ մի բան հարցնել»։ Ասեց. «Այո»։ Ասեց. «Դուք ինչ եք անում, որ դուք այդպես հաջողակ եք։ Դուք կարող եք ինձ ցույց տալ, պատմել ձեր հաջողության գաղտնիքի մասին»։ Ու այս պարոնը ասեց. «Իհարկե կարող եմ, մի հատ ոտքիդ բարձրացիր ոտքիդ», նա բարձրացավ ոտքիդ, այդ պարոնը իրան հոп գցեց գետնի մեջ։ Բացի որ գցեց գետի մեջ, ինքը իր մազերից այսպես բռնեց ու սուզեց ջրի մեջ։ Այս մարդը այս զարմանքից չգիտեր ինչ էր անում, որովհետև ամբողջությամբ սուզվել է ջրի մեջ ու այսպես թպրտում էր։ Այս պարոնը տեսավ, որ եթե շատ երկար պահի կարող է խորտակվի։ Մի քիչ բարձրացրեց, նա շունչ քաշեց, նորից մտցրեց ջրի մեջ։ Պահեց այդպես իրան ջրի մեջ, տեսավ, որ արդեն դա բավական է, հանեց, ինքը այսպես ուշքի եկավ ու չհասկացավ ինչումն է բանը, ու այս պարոնը ասեց. «Ես քեզ մի հատ դաս տվեցի։ Եթե դու այնպես ինչպես որ ուզում էր օդ շնչել, այդպես փափագես լինել հաջողակ, քո մոտ դա կստացվի։ Դու կլինես հաջողակ»։ Հիմա ուզում եմ ասել, եթե մենք ուզենանք Աստծո հետ միասին, Սուրբ Հոգու հետ միասին աղոթել այնպես, որ երկնքները պատասխանեն, մեզ մոտ կստացվի։ Եթե դու ուզենաս, ուզում եմ հարցնել, քանի հոգի կա այստեղ, որ ուզում է։ Քանի հոգի, ապրեք, գերազանցիկներ եք։ Հիմա եկեք կարդանք մի պատմություն Ղուկաս ավետարանից 18-րդ գլխից, որը մեզ մի բան պիտի սովորեցնի։ Ղուկաս ավետարանից 18-րդ գլխից։ 18-րդ գլխից առաջի համարից։ Հիսուսը մի արակեր ասեց նրանց, նրա վրա թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Սա առաջի համարն է։ Ուշադրություն դարձրեք։
արագ պատմեց ու այդ արագի իմաստը ինչումն էր, որ ամեն ժամանակ պետք է աղոտ կանել, ասա ամեն ժամանակ եւ չձանձրանալ։ Մենք հաճախակի ձանձրանում ենք, երբ մենք աղոտ ենք անում։ Ամեն, ինչ է նշանակում ձանձրանալ։ Մի թարգմանություն այսպես է ասում, չթուլանալ, չթուլանալ, չտրտմել, չտխրել, չհիասթափվել եւ չկորցնել քաջությունը։ Երբ դու սկսել ես ինչ-որ մի բանի համար աղոթել, դու պետք է շարունակես աղոթել։ Ամեն, որովհետեւ որպեսզի հասնես քո նպատակին ու դու ստանաս պատասխան Աստծուց, քեզ քաջություն է պետք։ Քաջություն է պետք, ժողովուրդ ջան։ Ամեն։ Հետո ինչ է պատմում Հիսուսը, ասում է. Եվ ասեց. մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստվածանից չէր վախենում եւ մարդից չէր ամաչում, եւ մի որբե այրի էլ կար այն քաղաքում, որ նրա մոտ էր գալիս եւ ասում. իրավունք արա ինձ իմ ոսողիցը, եւ նա մի ժամանակ չկամեցավ, ռուսերեն տարբերակ ասում է եւ երկար ժամանակ նա չկամեցավ, ասում է նրանից հետո իր մտքում ասեց, թեև Աստվածանից չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ այս որբե այրին հոգնեցնում է ինձ, իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ չձանձրացնե։ Եվ Տերը ասեց. լսեցիք թե անիրավ դատավորը ինչ է ասում, բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անիլ, որ ցերեկ ու գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկարնամիտ լինի։ Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանե նրանց համար, սակայն մարդի որդին գալիս արդյոք հավատ կգտնե երկրի վրա։ Մի հիասքանչ օրինակ։ Ու մենք տեսնում ենք, որ սա մի յուրահատուկ աղոթք է, որը հավատքով ուղեկցվում է այս աղոթքը, որովհետև հավատքն է օգնում, որ դու մինչև վերջ հասնես։ Առանց հավատքի շատ դժվար է։ Ինչ է հավատքը։ Հավատքը վստահություն է Աստծո մեջ, Աստծո խոսքի մեջ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երբ մենք աղոթք ենք անում, մենք պետք է իմանանք, ով է մեր հայրը, որն է իր կամքը մեզ համար։ Ամեն։ Ու երբ դու խնդրում ես այնինչ, որ Աստծո կամքի համաձայն է, Աստված անպայման կպատասխանի։ Հիմա տեսեք, որբե այրի կինը մենակ ամուսին չունի, չգիտեն երբ է մահացել, ու պարզա, որ ինքը անպաշտպան է, ու գտնվում է ինչ-որ մի թշնամի, մի ոսող, որը իրան նեղացնում է։ Գրած չէ, ինչումն է նեղացնում, միգուցե ուզում է տնից զրկի, միգուցե ուզում է հողամասը վերցնի, մենք չգիտենք։ Մի խոսքով իրան շատ նեղություն է պատճառում։ Մեր կյանքում էլ այդպիսի իրավիճակներ են լինում, իրավիճակներ։ Ու անգամ թշնամին մարդկանց էլ կարող է օգտագործի, որպեսզի մեզ նեղի, որպեսզի մեզ անհանգստացնի։ Եվ ինչ արեց այս կինը։ Ինքը մի բան գիտեր, որ քաղաքում կա մի դատավոր։ Դատավորի կոչումը ինչումն է, որ նա պետք է պաշտպանի, որ նա պետք է օգնի, արդար դատ անի։ Բայց գիտեք, այս դատավորը շատ վատն էր իր բնավորությամբ, անբարոյականի մեկն էր, ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից ամաչում էր, այդպիսին էր, բայց որբե վայրի կնոջը դա չէր հետաքրքրում, իրան մի բան էր հետաքրքրում, այդ դատավորի դիրքը, ու նա եկավ այդ դատավորի մոտ խնդրելու, որ նա անի այն, ինչ որ իր պաշտոնի համաձայն պետք է անի։ Դատավորը չէր ուզում, որովհետև որբե այրի կնոջից միգուցե ինքը սպասում էր ինչ-որ կաշառք, ինչ-որ մի բան, այդ կինը ոչ մի բան չէր կարող տալ։ Նա մի բան գիտեր, դատավորը դրված է պետության կողմից, նա պետք է արդար դատ անի։ Ու այս կինը, տեսեք, երկար ժամանակ գալիս էր, որովհետև դատավորը երկար ժամանակ չէր ուզում իրան օգնել, չէր ուզում։ Ամեն անգամ, երբ գալիս էր այդ կինը, քարտուղարուհին ասում էր, կասես, որ ես ստեղ չեմ։ Բայց այդ կինը նստում էր մինչև հաղթական վերջը։ Գիտեք ինչու։ Որովհետև իրան մի բան էր պետք, որ ինքը լինի պաշտպանված, մեկից ով որ կարող է դա անել։ Ամեն, հիմա տեսեք, նա եկավ այնքան, որ այս անիրավ դատավորը ձանձրացավ։ Ոչ թե որբե վայրին ձանձրացավ, ոչ թե որբե վայրին ասես, դե ես խեղճ ու կրակ եմ, մեկը չունեմ, որ ինձ պաշտպանի, ուրեմն իմ բախտը, իմ վիճակը սենց է, ոչ ինքը այդպես չմտածեց։ Իր ներսում մի զորավոր հավատք կար։ Ինքը ասել է,
ինձ պետք է իրավունք անի այս դատավորը, որտեվ իմ գործը ճիշտ է։ Ու ինքը այնքան եկավ գնաց, որ ով ձանձրացավ, դատավորը, ասեց լավ է իրան օգնեմ, որպեսզի իրանից պրծնեմ։ Սիրելիներս, սա մեզ համար անդադար, զորավոր, աղոթքի օրինակ է։ Հակոբոսը իր ուղերձի մեջ մի բան ասում, որ արդարի ջերմերանտ աղոթքը շատ զորություն ունի։ Ու մեր արևմտյան թարգմանությունը հայերենում ասում է արդարի ջերմերանտ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Ինչ աղոթքը? Ջերմերանտ, ոչ թե գոլ։ Ջերմերանտ աղոթքը, այսինքն այն աղոթքը, որ մարդը երբ կանգնում աղոթքի ու ասում է. Սատանա, մեզանից երկուսից դու պիտի նահանջես։ Ես չեմ պատրաստվում նահանջել, որովհետև օրենքը իմ կողմից է։ Ես չեմ պատրաստվում նահանջել, իմացիր դու պիտի նահանջես։ Դու պիտի իմ ճանապարհից գնաս այն կողմ։ Դու պիտի բաց թողնես իմ բարեկամներին։ Դու պիտի բաց թողնես իմ ֆիզիկական մարմինը, որ ես լինեմ առողջ։ Ամեն, տեսեք, սա այն աղոթքն է, որ այս կինը ունեցել է, գալիս գնում էր, եւ ինքը հասավ իր ուզածին, իհարկե հասավ։ Հիմա տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Ասում է, որ 5-րդ, 6-րդ համարը լսեցեք անիրավ դատավորը ինչ ասում։ Անիրավ լինելով ինքը ինչ է ասում։ Բայց Աստված միթե ընտրյալների համար իրավունք չի անել, որ ցերեկ ու գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ լինի։ Ամեն, եթե անիրավ դատավորը ինքը այդպես պատասխանում է, հավատացեք մեր Աստված որ բարի է, նա ուզում է քեզ օրհնել, նա ուզում է քեզ բժշկել, նա ուզում է քո ընտանիքը փրկել, նա ուզում է փոփոխություն բերել մեր քաղաքի մեջ, նա ուզում է։ Բայց դու հավատում ես, եթե դու հավատում ես, դու պետք է չնայես իրավիճակներին, դու պետք է չնայես քո տրամադրությանը, դու պետք է նայես ուղիղ Հիսուսին։ Ամեն, որովհետև մենք համագործակցում ենք աղոթքի մեջ Սուրբ Հոգու հետ միասին։ Իհարկե, երբ մենք թուլանում ենք, խոսքը այդպես ասում Հռոմեացիս 8:26-ում, որ մեր տկարությունների մեջ, երբ մենք չգիտենք ոնց աղոթել, արդեն չգիտենք այս կողմից ենք աղոթել, այն կողմից ենք աղոթել, այլ չգիտեմ ծոմով ենք աղոթել, դեռ փոփոխություն չենք տեսնում, երբեմն կարող է ձանձրանաս ասես, Տեր, ես էլ չգիտեմ ոնց աղոթեմ։ Սուրբ Հոգին ասում է, ինձ վստահի, ես կօգնեմ քեզ։ Թույլ տուր, որ ես բարեխոսեմ քո միջոցով, որովհետև Սուրբ Հոգին մեր տկարության ժամանակ մեր համար բարեխոս է լինում։ Ու ոնց է բարեխոսում, հոր կատարյալ կամքի համաձայն։ Սիրելիներս, մեր բարեխոսական աղոթքի մեջ մենք մենակ չենք, Սուրբ Հոգին մեզ հետ է։ Մեզ ինչա պետք, մեզ պետք է լսել Սուրբ Հոգին, ոնց է Սուրբ Հոգին մեզ ուզում առաջնորդել։ Ամեն։ Հալելույա։ Որտև երբ Աստված մեզ հետ է, ով կարող է մեր դեմ լինել։ Ամեն։ Ու տեսեք, Հիսուսը ասում եմ ձեզ, շուտով իրավունք կանե նրանց համար, իրավունք կանե, այսինքն կպատասխանի, շուտով կպատասխանի, սակայն մարդի որդին գալիս արդյոք հավատք կգտնե երկրի վրա, այսինքն Աստված թույլ է տալիս, որ երկար ժամանակ ինչ-որ մեր խնդրվածքին պատասխան չի գալիս, գիտեք ինչու, որպեսզի մի հատ ստուգի տեսնի դու վստահում ես Աստծուն, դու շարունակում ես իրան վստահել, շարունակում ես իրանից սպասել, թե ձանձրացար ու գնացիր։ Ամեն, սիրելիներս, մենք գիտեք, մենք կանգնած ենք շատ կարևոր ժամանակաշրջանում, ու այսօր Աստված մի բան է ուզում, որ իր եկեղեցին բարձրանա աղոթքի մեջ, որ ոչ թե եկեղեցին մտածի ավակները կաղոթեն, ամեն բան լավ կլինի։ Աստված ուզում է, որ դու լինես աղոթող զինվոր, որ դու լինես աղոթքի սահմանապահ, որ դու այդպիսինը լինես։ Ամեն։ Հիմա այդ ժամանակն է, ու ես բոլորիդ ոգևորում եմ, ինչպես Արմենը այստեղից ասեց, որ ժամը 9-ից 10 ամեն օր
շաբաթվա մեջ, բացի Կիրակի օրվանից, մենք հիմա հովիվ Կարեն իր սրտի մեջ ստացել է, որ մենք այն ուսմունքը, որ մենք ստացել ենք մեր եղբորից, մենք փոխանցելու ենք, աղոթելու ենք, փոխանցելու ենք, կիրառելու ենք ու աղոթելու ենք։ Ինչու՞, որովհետև մենք ուզում ենք ամբողջ եկեղեցին այդ օրհնված ջրերի մեջ մտնի։ Ամեն, սիրելիներս։ Հիմա Հիսուս Քրիստոսը մեզ համար օրինակ է աղոթքի։ Ու աշակերտները միշտ տեսել են, երբ ծառայությունից հետո ուշ գիշեր իրանք հոգնած պարկել քնել են, Հիսուսը գիտեր, որ առավոտը հիվանդ մարդիկ գալու են իր մոտ։ Ինքը առանձնանում էր ու գնում էր գիշերը։ Ինչ էր անում, հանդիպում էր հոր հետ, որպեսզի իր սիրտը բացի, որպեսզի սովորի, որպեսզի լցվի Սուրբ Հոգով, որտեղ Հիսուսը երկրվա մարդ էր, ինչպես մարդ էր ծառայում, ոչ թե ինչպես Աստված։ Երբեմն աշակերտները այսպես արթնանում էին, ու նայում են Հիսուսը չկա, ուր է Հիսուսը, մարդիկ հավաքվել են, հերթ են կանգնել, Հիսուսը չկա։ Հիսուսը կարևոր գործ էր անում, աղոթում էր։ Դրա համար մի անգամ աշակերտը մոտեցավ ու ասեց Հիսուս, մեզ էլ սովորեցրու, նենց աղոթել, ոնց որ դու ես աղոթում։ Դու որ սարից իջնում ես, հրաշքներ են կատարվում։ Մենք էլ ենք ուզում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք կարող ենք, չէ, այդ աշակերտի նման, որտեղ մենք էլ ենք Հիսուս աշակերտներ ասել, Հիսուս, ինչ որ ես մինչև հիմա իմացել եմ, շնորհակալ եմ։ Դու ինձ սովորեցրել ես, բայց կա ավելի։ Սովորեցրու ինձ աղոթել այնպիսի աղոթքով, որ երկինքը բացվի, որ փոփոխությունները գան, ու ես ուզում եմ լինել այդ գործիքը։ Դու պիտի լինես այդ գործիքը։ Ամեն։ Հիմա եկեք միտեղ կարդանք Ղուկաս ավետարանից ու տեսնենք մեր Տեր Հիսուսը ոնց էր ճեղքում իր ամենադժվար պահին Գեթսեման պարտեզում։ Ղուկասի ավետարանում եկեք բացենք 22-րդ գլուխը։ Ղուկաս ավետարանի 22-րդ գլուխը։ Ու մենք կարդանք 39 համարից։ Հիսուսը եկավ Գեթսեման ու ինքը գիտեր։ Գեթսեմանը Հիսուսի համար ամենադժվար պահն էր, ամենադժվար տեղն էր։ Ու եկեք տեսնենք ոնց նա հաղթեց դա։ Եվ դուրս ելավ իր սովորության պես, գնաց Ձիթենյաց սարը, եւ աշակերտներն էլ նրա ետևից գնացին։ Եվ երբ որ այնտեղը հասավ, նրանց ասեց. «Աղոթ կարեք, որ փորձության մեջ չմտնեք»։ Մենք գիտենք, որ այդ կարևոր պահի համար Հիսուսը 3 հոգուն Պետրոսին, Հովհաննեսին, Հակոբոսին ասել է. «Խնդրում եմ, եկեք ինձ մոտիկ, ինձ համար բարի խոսեք»։ Ոչ մի ուրիշ տեղ չկա, որ Հիսուսը խնդրի, որ այդ պահին իր համար աղոթեն, բայց այդ պահը ամենաճակատագրական պահն էր Հիսուսի համար, որովհետև ամբողջ դժոխքի ուժերը դուրս են եկել իր դեմ։ Եվ ինքը նրանցից հեռացավ մի քարընկեցի չափ ծունր դրավ աղոթք էր անում եւ ասում. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը, բայց քո կամքը լինի»։ Ինչն էր այդ բաժակը, դա այն դառը բաժակն էր, որը Հիսուսը պիտի խմեր մեր փոխարեն, որ ինքը պիտի մահանար։ Հիսուսը գիտեր դա, ինքը եկել է դրա համար, ինքը հոժարությամբ պատրաստ էր իր կյանքը տալ, բայց գիտեք, հեշտ է ասել կյանքը տալ, իր անձը տագնապած էր, իր միտքը ճնշում էր իր մարմնի վրա, ու ինքը ասում էր. «Հայր, թող անցնի այդ բաժակը», ու տեսեք ինչ էր անում, նորից ինքը իրան նվիրում էր ու ասում էր. «Հայր, ոչ թե իմ կամքը, քո կամքը թող լինի»։ Մեր կյանքի ամեն դժվար պահին մեզ ոչ թե պետք է աղոթքի մեջ բողոքել, դժգոհել, ասել. «Տեր, ես ինչ բան է ինձ հետ կատարվում, ես ինչու դու այս բանը թույլ տվեցիր, ես ինչ է ես բոլորից մեղավոր եմ այս աշխարհում»։ Ոչ։ Ամենադժվար պահի մեր կյանքում մեզ պետք է խոնարհվել Աստծո հզոր ձեռի տակ ու ասել. «Հայր, դու ամեն բան գիտես, ինչու ես ամեն ինչ իմ շուրջը այսպես ստեղծվել, ոչ թե իմ կամքը լինի, քոնը, ես ինձ խոնարհեցնում եմ քեզ»։ Ու տեսեք ինչ է կատարվում սրանից հետո։ 43 համար ասում է. «Եվ հրեշտակը երևացավ նրան երկնքիցը եւ զորացնում էր նրան, եւ ահա տագնապի մեջ լինելով ավելի երանդով էր աղոթում, աղոթկանում»։ Այդ պահին, երբ ինքը խոնարհեցրեց իրան, գերբնական զորություն եկավ երկնքից։ Սիրելիս, երբ դու քո ճգնաժամի մեջ աղոթում ես,
ու քեզ թվում է դու մենակ ես, առաջինը դու մենակ չես, դու քո զգացմունքներին ուշադրություն մի դարձրու, դու նայ Աստծո ճշմարտությանը, ամեն, մենք բոլորս ունենք այդպիսի իրավիճակ, թե մեր անձնականում, թե մեր բարեկամների հետ կապված, թե երկրի հետ կապված, որ մենք կարող ենք ասել ճգնաժամ, որ դու անգամ չգիտես ոնց դու մտնես, որտեղ դա ցավ է պատճառում քո սրտին, տխրություն է պատճառում, տեսեք ինչ էր արել Հիսուսը, եկեք իրանից սովորենք, ինքը ասում էր Հայր, ոչ թե իմ կամքը քոնը թող լինի, ու Սուրբ Հոգին, տեսեք, անպայման կօգնի մեզ մեր աղոթքի մեջ, այստեղ տեսեք ինչ է գրված, տագնապի մեջ լինելով, տագնապի մեջ, դու գիտեք ինչ բան է տագնապը, երևի գիտեք, վախը, սիրտը այնպես, այսպես աշխատում է, թփրտում է, այսպես բաբախում է սիրտը, այսպես իր արյան անոթները, այսպես զարի երակները, որովհետև գիտեք, ինքը ոչ թե վախենում էր մահանալուց, այլ դժոխքի ուժերը դուրս են եկել իր դեմ, որովհետև սատանան չէր ուզում, որ այդ զոհը կատարյալ բերվի խաչի վրա, ու Հիսուսը այդ տագնապի մեջ ինքը իրան չկորցրեց, ինքը իր միտքը կառավարեց, ինչ էր արել, գրված է ավելի եռանդով աղոթում էր, ավելի եռանդով աղոթում էր, դրա համար Հակոբոս ասում է, որ արդարի ջերմեռանդ աղոթքը շատ մեծ ազդեցություն ունի, շատ բան կարող է անել, Հիսուս Քրիստոսը մեզ համար օրինակ է, սիրելիներս, տագնապի մեջ լինելով, ես մի անգամ այդպիսի վիճակի մեջ եղել եմ ու Սուրբ Հոգին ինձ այդ խոսքը ցույց է տվել, ու ասել է, երբ ուժ չունեի արդեն, չէի պատկերացնում, ասեց շարունակիր աղոթել, ամեն, մեր աղոթքի կյանքի մեջ այդպիսի պահերել են լինելու, որ տագնապած ենք լինելու, կարող այդ տագնապը գալու է ինչ-որ քո բարեկամի համար, ես չգիտեմ ինչ-որ երկրի համար, երբ սահմանների վրա լարվածություն է գալիս, մեր բոլոր ազգը տագնապում է, բայց Աստծո խոսքը ինչ է ասում, ավելի եռանդով պիտի աղոթենք, ավելի եռանդով, ու տեսեք հետո ինչ է գրված, և նրա քրտինքներ ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վրա, և աղոթքիցը վերկացավ իր աշակերտների մոտ և նրանց քնի մեջ գտավ տրտմությունից, տեսեք, Հիսուսը վերկացավ, ինքը այսպես քիթ բերանի վրա ընկած աղոթք էր անում, ինքը չէր կարող անգամ ոտքի վրա, որտև շատ ուժեղ հակառակություն կար, բայց վերկացավ, ինչ է նշանակում վերկենալը, Հիսուսը ճեղքեց աղոթքի մեջ, Հիսուսը ճեղքեց, իրան օգնեց, իր հնազանդությունը, խոնարհությունը, գերբնական զորությունը, տվեց իրան ճեղքում, ու ինչ է տեսնում, աշակերտներին տեսը թմրած, տրտմած, որտև աշակերտները առաջի անգամ են մասնակցում այդպիսի ուժեղ տիվային հակառակությանը, չդիմացան, պատրաստված չէին, և 46 համար ասում է, և ասեց նրանց, ինչու եք քնում, վեր կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք, վեր կացեք, այսինքն վեր կացեք նշանակում է, ինչ եք քնում, միադարտնացեք դուք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք, այս խոսքը այսօր ուզում եմ այսպես հռչակել բոլորի համար, մի քնեք ժողովուրդ, մի քնեք, եկեք մենք արթնանանք, եկեք վեր կենանք ու աղոթք անենք, որ փորձության մեջ չընկնենք, ամեն, մեզանից ամեն մեկը կանչված է աղոթքի մեջ լինելը, դու հույսդ մի դիր, երեխաները թող հույսը չդնեն, այն երեխաները, երիտասարդները, որ գալիս են եկեղեցի, հույսը մի դրեք ձեր ծնողների վրա, որ իմ ծնողը կաղոթի ինձ համար, ամեն բան ինձ համար լավ կլինի, խնդրում եմ, դուք ունեք պատասխանատվություն ձեր ընթացքի համար աղոթել, ձեր հրաշալի ծնողները այսպես թե այնպես աղոթում են, բայց թող երեխաները սկսեն աղոթել, սիրելի ծնողներ, ձեր փոքրիկներին սովորեցրեք աղոթել, մեր քույրիկներից մեկը երեխան, հեսա շուտով 2 տարեկան է լինելու, ասեց, մի անգամ երեխա այս պարկեցրեցի, միշտ աղոթում է և պարկացնում է, ու երեխան միշտ այսպես է պահում ձեռքերը, երբ մաման աղոթում է, այս անգամ մայրը իրան ծածկեց, ասեց քնի, ինքը կանգնեց, ասեց, լավ էլ չի խոսում, ցույց տվեց, մայրը հասկացավ, որ ինքը չի աղոթել երեխայի համար,
Ինչ օրհնություն է, որ փոքրերը սովորեցնում են, հիշեցնում են մեծերին, որ պետք է աղոթել։ Ամեն սիրելի Աստծո եկեղեցի, մի քնենք, եկեք չքնենք, եկեք չթմրենք, եկեք սատանայի ստերին չտրվենք, եկեք վեր կենանք, աղոթ կանենք եւ փորձության մեջ չընկնենք։ Ամեն։ Հալելույա։ Հիսուսը մեզ համար հիասքանչ օրինակ է։ Երբ ինձ ասում են դու այս բանում հաղթող ես կամ չգիտեմ ինչ, գիտեք ես ինձ վրա չեմ վերցնում։ Ես սովորում եմ Հիսուսից։ Եկեք անկեղծ լինենք, մենք ինքներս մեզանով ոչ մի բան չենք կարող անել հոգևոր աշխարհում, ոչ մի բան։ Մենք Հիսուսի մեջ ենք, Հիսուսով ծածկված ենք, մենք եթե Հիսուսի հետ ենք անում, այն ժամանակ Աստված մեզ տալիս է հաղթանակ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ժամանակն է արթնանալու, ժամանակը չէ աջ ու ձախ նայելու, ժամանակն է ուղիղ նայել Հիսուսին, ուղիղ ու ասել Հիսուս, դու օրինակն ես, սովորեցրու ինձ աղոթել, ամեն, մեզ համար լավ օրինակ է նաև Դավիթ թագավորը, շատ տեղերում գրված է, որ Դավիթը, երբ պիտի գնար թշնամիների դեմ, ինքը միշտ աղոթք էր անում, նենց հետաքրքիր է, ոչ թե ասում էր, ես գիտեմ Աստված ինձ հետ է, իմ զորքը պարապած տղաներ են ուժեղ մուսկուլներով, լավ զենքեր ունենք, չէ, իր հույսը իր վրա չէր, ոչ էլ իր զորքի վրա։ Նա մի բան գիտեր, եթե Աստված հաղթանակ չտա, իրանք չեն հաղթի։ Խոսքը ասում է, որ ձիանը պատրաստում են պատերազմի համար, բայց հաղթանակը ումից է, Տերիցն է։ Ամեն։ Հիմա թող դա կոպիտ չի, միգուցե մենք այդ ձիի կերպարն ենք, մենք պիտի պատրաստվենք այդ պատերազմի համար։ Հաղթանակն էլ Աստված է տալիս։ Ամեն։ Ու Դավիթը միշտ ինչ էր անում, ասում էր հայր, դու այդ թշնամիներին կհանձնես իմ ձեռքերի մեջ, որ ես գնամ։ Աստված ասում էր, այո, գնա, ինքը խիզախ գնում էր, ինքը չէր նայում իրանք քիչ քանակով են, թե շատ քանակով են, որտեվ գիտե, որ Աստծո հետ ինքը մեծամասնությունն է։ Աստծո հետ ինքը զորավորն է։ Ամեն։ Ու Աստվածաշունչը ասում է, մեր Աստված հզոր պատերազմող է։ Հզոր պատերազմող է։ Ամեն։ Հալելույա։ Ու դա շատ կարևոր է։ Մի մարդու մասին էլ ասեմ, Յոնգիչոյի մասին երևի բոլորդ գիտեք։ Բոլորը ինքը կորեացի է, մեծ տարիքում գնաց տիրոջ մոտ եւ իր եկեղեցին Կորեայում 700,000-ից ավելի շատ անդամներ ունի։ Ու երբ իրան հարցրել են, դուք կկիսվեք, որն է ձեր հաջողությունը։ Հետաքրքիր է, չէ՞։ Մենք միշտ սովորում ենք հաջողակ մարդկանցից։ Այն մարդը, որ լավ աղոթում է, պիտի իր մոտ գաս, ասես սովորեցրու ոնց ես դու աղոթում։ Այն մարդը, որ լավ ընտանիք ունի, գալիս ես ասում ես, «Էդ ի՞նչ ես անում, որ տենց լավ ընտանիք ունես, երեխեքդ էլ խելոք են»։ Չես գնում ուրիշ ընտանիք, ճիշտ է։ Եթե կոշիկդ պիտի սարքես, չես գնում ատամնաբուժի մոտ, ճիշտ հասցեով ես գնում։ Ամեն։ Հիմա Յոնգիչոյին, որ հարցրեցին, ի՞նչն է ձեզ դարձում այդպիսի հաջողակ, ինքը ասեց, համար 1 աղոթք, համար 2 աղոթք, համար 3 դուք ասեք։ Բայց աղոթելը դա այնքան տահաճ է, դժվար է, իմ մարմնին, ինձ այնքան դժվար է։ Հիսուս այդպես էլ ասել է, որ հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Հիմա ինչ անենք, մարմնի գերին լինենք։ Եթե մենք մարմնի գերին լինենք, մենք էլ Աստծո ընկերը չենք։ Ամեն, որտեղ ասում է, ով որ մարմնավոր է շարժվում, Աստծուն թշնամի է, Աստծուն չի կարող հաճեցնել։ Ով որ հոգով է շարժվում, նա է Աստծուն հաճեցնում։ Ուրեմն ինչ անենք, մարմնի հարցերը գիտենք ինչ ենք անում։ Պողոս Առաքյալը ասել է, ես իմ մարմինը նվաճում եմ, ճզմում եմ, ճնշում եմ, որպեսզի երբ ես ուրիշներին քարոզում եմ, ես ամոթով չմնամ։ Ամեն, աղոթքը դա այն բանն է, որ մենք մեր մարմինը նվաճում ենք ու ճնշում ենք։ Ամեն, դրա համար այստեղ մեզ պետք է քաջություն, որ մենք ոչ թե անենք այն, ինչ որ իմ էմոցիաներն են ասում, այլ անեմ այն, ինչ որ Աստված է ուզում։ Ամեն։ Աստված թող օգնական լինի մեզ։ Մենք ամեն մեկս մեր կյանքի ընթացքում ունենք մարտահրավերներ,
բայց մենք ունենք օգնական Սուրբ Հոգի, ու նա մեզ հիասքանչի ձևով օգնում է, ամեն։ Ու ես մի բան եմ բացահայտել իմ աղոթքի կյանքի փորձառությունից, որ աղոթքը ունի զորություն, որ քեզ ձևափոխում է, որ քեզ կերպարանափոխում է, որովհետև երբ դու տկարության մեջ մտնում ես աղոթքի մեջ, այնտեղից դուրս ես գալիս զորացած։ Ինչ հիասքանչ բան է։ Երբ դու տխուր մտնում ես աղոթքի մեջ, ոչ թե տրվում ես քո տխրությանը, այնտեղից դուրս ես գալիս ուրախությունով։ Երբ դու մենակության զգացումով ես, այսպես ձանձրացած կյանքից, բայց որոշում ես, որ աղոթքի մեջ մտնես, հիասքանչ, հիացած դուրս ես գալիս աղոթքից։ Աղոթքը ունի այդպիսի հրաշագործ ազդեցություն։ Ուրեմն, որպեսզի դու ճաշակես, դա քեզ պետք է մտնել աղոթքի մեջ, ամեն։ Հետո աղոթքը մեր մեջ ձևավորում Աստծո բնավորությունը։ Աստծո բնավորությունը։ Կարող է ինչ-որ մեկը ինձ վիրավորել է, ու ես վիրավորված եմ։ Ես նեղված եմ։ Ես ինքս իմ մեջ այսպես վրդովված եմ։ Ու ես գալիս եմ Տիրոջ մոտ, ուր պիտի գնամ, որտեղ ես որոշել եմ, իմ կյանքում բողոքը գոյություն չունի։ Ես գնում եմ Տիրոջ մոտ ու աղոթում եմ։ Ու Սուրբ Հոգին գալիս է իր ներկայությամբ, ու ամեն ինչը ցույց է տալիս։ Եվ ասում է ինձ, գիտես այն մարդը, որ քեզ վիրավորել է, ինքը գիտես 1000 մի խնդրեմ ունի։ Գիտես իր ընտանիքում խնդրեմ կա, իր ներսում, ինքը իր հետ յոլա չի գնում։ Ինքը իր ներսում խաղաղություն չունի։ Դու պիտի իրան հասկանաս, դու պիտի իրան ներես, դու պիտի իրան օգնես։ Երբ Սուրբ Հոգին այդ մարդու մասին ինձ ասում է, սեր է գալիս իմ սրտիս մեջ, ու ես սկսում եմ սիրուց ելնելով այդ մարդու համար աղոթել։ Ես իր համար աղոթում եմ, ինքը այնտեղ հեռու փոխվում է։ Պատկերացնում եք, ինքը փոխվում է։ Աղոթքը ունի զորություն մեզ փոխելու։ Մի օրինակ պատմեմ, որ ուրեմն մի անձնավորություն, որ երիտասարդ քույրիկ փոքր ժամանակ իր մայրիկը թողել ու գնացել է, ու ինքը մեծացել է տատիկի մոտ, ու մի օր մենք իրար հետ այսպես զրուցում ենք, ու ինքը ինձ ասում է, Հովիվրիտա, գիտեք ինչ, ես նենց նեղացած եմ մամայիցս, հա ինքը գնացել է, հա պապայի հետ հարց ունի, բայց մի անգամ էլ չզանգեց, որ իմանա մենք ոնց ենք, շատ նեղված, ու ինչ պիտի անենք, պիտի Աստծո խոսքով սովորեցնենք, ու ես ասեցի, սիրելիս, դու հիմա Աստծո լույսի մեջ ես, քո մաման դեռ լույսի մեջ չի, դու ավելի լավ պիտի հասկանաս, ու դու պիտի աղոթես եւ ներես իրան, երբ ասեցի ներես, ինքը այսպես մի քիչ դժվարությամբ ընդունեց, գիտեք, երբեմն երբ մենք ասում ենք ճշմարտությունը, միշտ չէ, որ մարդիկ դա ընդունում են հալած յուղի պես, բայց պիտի ասենք ճշմարտությունը, որտեղ մենակ ճշմարտությունը մեզ ազատում, բայց Փարքասուն ինքն ազատվեց, ու ես ասեցի, ես հիմա քեզ հետ չեմ աղոթելու, դու կգնաս տուն, ինքն առանձին Տիրոջ հետ, քո սիրտդ կբացես ու կասես Տեր, այո, ես վիրավորված եմ, բայց ես որոշում եմ իմ մամային ներել։ Ժողովուրդ ջան, իր աղոթքից հետո, մի քանի օր հետո, նա ինձ զանգում ասում է Հովիվրիտա մաման զանգեց ինձ։ Ես զարմացա, Տեր իմ Աստված, ինչքան կարևոր է, երբ մենք քո խոսքը պահում ենք, անմիջապես եկավ պատասխանը, անմիջապես, սիրելիներս, եկեք մենք պահենք Աստծո խոսքը ու կատարենք Աստծո խոսքը, ամեն, ուրեմն, աղոթքը մեզ դարձնում է շատ զգայուն հոգու մեջ, շատ զգայուն, մենք առաջ կոպիտ էինք, ոչ զգայուն էինք, Սուրբ Հոգու հանդեպ, շուտ վիրավորվում ենք և դրա նման շատ բաներ, բայց երբ մենք սկսում ենք աղոթել, որտև աղոթքի մեջ մենք ում հետ ենք հանդիպում, Աստծո հետ, հանդիպում ենք մեկի հետ, ով որ մեզ շատ սիրում է, մենք չենք հանդիպում մեկի հետ, ով որ մեզ չի սիրում, ով որ մեզ այսպես անում, մի քիչ քեզ խելոք չպահես կպատժեմ, չէ, ես երբ փակում եմ իմ աչքերը, միշտ տեսնում եմ Աստծո գիրկը, մեծ Աստծո գիրկը, որ ուզում է ինձ գրկել, իր ներկայության մեջ իմ սիրտը հալվում է, ու իմ բոլոր մեղքերից ես ապաշխարում եմ հեշտությամբ, ամեն, դրա համար աղոթքը մեզ դարձնում է շատ զգայուն, ինչքան մենք շատ աղոթքի մեջ ենք, այնքան մեր սիրտը դառնում է զգայուն,
ու մենք ճաշակում ենք Աստծո սրտի սերը։ Այսօր մենք երգում ենք, չէ՞ շատ եմ սիրում այս երգը, ուզում եմ լինել քո սրտիդ մոտ, ուզում եմ լինել, ուզում եմ, եկեղեցի ջան, մենք ուզում ենք չէ՞ լինել Աստծո սրտի մոտ, ուզում ենք, չէ՞, որ ոչ թե մենակ երգենք, այլ իրականում, դու գիտես ինչն է քեզ տանում Աստծո սրտի մոտ, աղոթքը, աղոթքը քեզ տանում է Աստծո սրտի մոտ, ու ինքը բացում է իր սիրտը, ու սկսում է քեզ հետ խոսել, ու դու ճանաչում ես ինչպիսին է քո Աստված, ամեն, ու մեզ դարձնում է զգայուն։ Եվ ամենահաջողակ եւ արդյունավետ աղոթքը, գիտեք որն է, որ Աստծո սրտից այսպես գալիս է քո սրտիդ մեջ։ Ու ոնց է դա լինում, Սուրբ Հոգին է բերում քո սրտիդ մեջ, դնում քո սրտիդ մեջ ու դու ասում ես՝ լավ, Սուրբ Հոգի, կաղոթեմ։ Ես այն ազգի համար, որը չեմ ուզում անունը տալ, չեմ ուզում իր մասին էլ խոսել, բայց դու որ ուզում ես աղոթեմ, կաղոթեմ, կաղոթեմ, նենց կաղոթեմ, որ այնտեղ արթնություն լինի։ Ես հավատում եմ դրան։ Չեք հավատում։ Հավատացեք, որ ունենանք։ Ամեն։ Ու մի բան էլ, ինչքան մենք կարողանում ենք երկար աղոթքի մեջ լինել, այնքանով մենք ավելի կարողանում ենք հոգևոր աշխարհը զգալ։ Որոշ մարդիկ իրանց աղոթքը անգիր արած աղոթք է։ Այդպիսի մարդիկ մեր եկեղեցում չկան, ուղղակի ասում եմ։ Անգիր արած աղոթք է, իրանք անգիր անում են ու ասում են ամեն ու գնում։ Այդ աղոթքի մեջ ոչ իր սիրտն է շարժվում, ոչ էլ Աստծո սիրտը։ Պրոստը անգիր արած աղոթք ասեց ամեն ու գնաց։ Դա կոչվում է կրոնավոր աղոթք։ Աղոթքը պիտի սրտից սիրտ գնա, ամեն։ Դա ոնց է սիրո բացատրություն լինի։ Երբ դու քո սերը բացատրում ես Աստծուն, ինքն էլ իր սերն է թափում քո սրտիդ մեջ, ամեն, ու դու հասկանում ես։ Ու գիտեք, մեզանից բոլորը սիրում ենք լինել սիրո միջավայրում։ Սիրո միջավայրում։ Մի հայտնի մաթեմատիկոս, անունը չեմ հիշում, բայց լսել եմ իր մասին, որ ինքը իր մաթեմատիկական բոլոր բանաձևերի հաշվին, ինքը եկել այն եզրակացությանը, որ մարդը ստեղծված է սիրո միջավայրում ապրելու համար։ Ինչ լավ է, որ երբ մեր եկեղեցում Աստծո սերն է, երբ մեր ընտանիքում Աստծո սերն է, մենք դրա համար ենք ծնված, որ մենք լինենք սիրված։ Դրա համար ուզում եմ ասել նրանց, ովքեր ասում են, ինձ ոչ մեկը չի սիրում, Աստված քեզ սիրում է, մտիր Աստծո ներկայության մեջ, վայելիր իր սերը։ Ամեն։ Ես ասում եմ այն ինչ, որ ես վերապրել եմ, որտեվ երբեմն դու քեզ մտածում ես ոչ մեկ ինձ չի հասկանում, այսպես, այնպես, ու Աստված ասում է՝ արի ինձ մոտ, ես քեզ լավ եմ հասկանում, արի ես քեզ կսիրեմ, արի ես քեզ կօգնեմ, ամեն։ Հետո աղոթքը օգնում է, որպեսզի մենք հավատքի մեջ աճենք, որովհետև երբ մենք աղոթում ենք, հոգևոր աշխարհը մեզ համար դառնում է տեսանելի։ Հավատքը աճում է, ինչ է հավատքը, անտեսանելիի մեջ ապացույցը։ Ապացույցը, դու տեսնում ես անտեսանելին, հավատում ես, հռչակում ես, ու դա գալիս է ու դառնում հասանելի ու տեսանելի։ Ամեն սիրելիներս, մտնենք նոր մակարդակի աղոթքի մեջ։ Շատ լավ է, փառք Աստծուն։ Ու մի բան եմ հիշել, որ մի այսպիսի աղոթող կար Շոտլանդիայում 16 դարում, անունը Ջոն Նոքս էր։ Նենց աղոթող հավատացյալ էր, որ իր թագուհին ասում էր, ես այդ Ջոն Նոքսի աղոթքներից ավելի շատ եմ վախենում, քան թե Մեծ Բրիտանիայի բանակից։ Պատկերացնում եք։ Ինչ է մեզ խանգարում, որ մենք էլ այդ օրինակը վերցնենք, նենց աղոթենք, որ մեր հարևանները իմանան, որ այս փոքր երկրի մեջ կենթանի Աստված է բնակվում։ Ամեն։ Ու մի բան էլ, երկնքները բացվում են այն ժամանակ, երբ մենք ծնկների վրա աղոթք ենք անում։ Ու մենք դրա կարիքը շատ ունենք դրա կարիքը, ամեն։ Հիմա, ճեղքման աղոթքը դա այն աղոթքն է, որը ես կարող եմ համարել համառության աղոթք, որ դու չես հանձնվում։ Երբեմն համառությունը մարդկային այդ մեղանչական էություն է, որ մարդը չի ուզում իր մեղքերից հրաժարվի։ Ես այդ համառության մասին չեմ խոսում։ Խոսում եմ, որ մենք համառությունը օգտագործենք ճիշտ ձևով, արդար լինենք, Աստծո սիրո մեջ լինենք, աղոթող լինենք, ամեն,
Եթե մարմինդ ասում է չէ, ես շատ հոգնած եմ, համարիր, ասա չէ։ Ես ուզում եմ հանդիպել Աստծո հետ, դու պիտի ենթարկվես։ Ամեն, ինձ հասկանում եք սիրելիներս։ Ոչ մեկ ինձանից չի նեղանում, չէ։ Չէ։ Շատ լավ է։ Որովհետև ասեմ ձեզ, մարդկանց չարախոսելու փոխարեն եկեղեցին աշխարհի մարդիկ չարախոսում են։ Եկեղեցու մարդկանց բերանից չար բան չպիտի դուրս գա։ Ոչ մի չար բան։ Ես մի անգամ Երևանից որ տաքսիով գալիս եմ, պատմել եմ այդ պատմությունը, բայց ուզում եմ մի հատ էլ հիշեցնեմ, որ վարորդի մոտ էի նստած, գալիս է Հրազդան, ու այդ վարորդը նենց վրդովված էր։ Ու դուք գիտեք, այս ինչ ազգ է, այս պետք է թողնել, փախնել այստեղից, այս ինչ մարդիկ են։ Ես ինձ լսեցի, հետո ասեցի, կներեք, բայց դուք որ չեք սիրում հայ ազգին, դուք էլ եք հայ, ուրեմն դուք պրոբլեմ ունեք ինքը ձեզ հետ։ Ես իմ հայ ազգը սիրում եմ իր 1000 թերություններով։ Անկեղծ, որովհետև ես պատկանում եմ այդ ազգին, իմ ազգն է, լավն է, վատն է, իմն է, ես պետք է իր համար կանգնեմ։ Մեկ էլ ես մարդը շուր եկավ, ես իմ ասացի մեջ Աստված բառը չեմ օգտագործել։ Ինքը շուր եկավ, ասեց, կարող է դուք հավատացյալ եք, ասեցի այո, ես հավատացյալ եմ։ Ու իմ ներկայության մեջ թող ոչ մեկը չար բան չխոսի։ Ամեն։ Ես հավատում եմ, որ երբ մենք իրար հետ միասին միաբանվենք ու երկուշաբթի օրը կպնենք էկրաններին ու լսենք Աստծո խոսքը, այդ ժամանակ փոփոխություն կգա։ Մենք աղոթող ժողովուրդ ենք։ Ես հիշում եմ, որ եկեղեցին ոնց է սկսվել, ինչպես աղոթքի պտուղ։ Մենք այն ժամանակ շատ բան չգիտեինք։ Մենք մենակ աղոթել գիտեինք։ Ինչը գիտեինք, էդ էլ անում էինք։ Աղոթում ենք։ Մենք աղոթում ենք, մարդիկ փրկվում են, մենք աղոթում ենք, մարդիկ բժշկվում են, մենք աղոթում ենք, մարդիկ հանդիմանվում են Աստծո կողմից, գալիս են։ Հիմա սիրելիներս, թող չլինի այնպես, որ մենք այնքան արդեն պրոֆեսոր ենք դարել, այնքան շատ բան գիտենք։ Եկեք մենք խոնարհ լինենք։ Ամեն։ Մի շատ ուժեղ ծառայող Օրել Ռոբերտսը, ինքը ասում է, իմ մայրիկը ինձ միշտ ասել է, վախեցիր Աստծուց ու քո աչքերում փոքր եղիր։ Քո աչքերում փոքր եղիր։ Մի նայիր ինչին դու հասել ես, ինչ բեմերում, ինչ տուն ունես, ինչ հարստություն, ինչ ծանոթություն, ինչ պաշտոն ունես, փոքր եղիր քո աչքերում ու խոնարհ Աստծո առաջ։ Ամեն։ Ու եկեք մենք վերցնենք այս բանը ժամանակը, որ մենք իրականում ծնկների վրա բարի խոսենք, առաջինը մեզ համար, մեր ընտանիքի համար։ Գիտեք, ես այսօր մի բան հասկացա, որ մեր լավ բարեկամները երկար տարիներ իրանք մեզ համար բարի խոսում են։ Ինչ է խանգարում, որ մենք էլ շաբաթը մի անգամ ուղղակի օրհնենք իրանց, աղոթենք իրանց համար։ Հն ժողովուրդ ջան։ Աստուն դա հաճելի բան է, որ մենք աղոթենք Հարավ-Աֆրիկյան հանրապետության համար, Շվեյցարիայի համար, աղոթենք մեր Արցախից եկած մեր բարեկամների համար, մենք էլ ունենք մեր եկեղեցում Արցախից շատ մարդիկ, փառք Աստծուն։ Եկեք մեր աղոթքի շրջանակը մի քիչ sense լայնացնենք, չի լինի ես, իմը, ինձ։ Դա ոչ սուրբ երրորդություն է։ Ամեն, թող դա չլինի։ Հալելույա։ Հիմա ես ուղղակի մի բան եմ ուզում, որ մենք իրար հետ բարձրանանք ու մենք Տիրոջ առաջ կանգնենք, առաջարկում եմ, ու մենք անկեղծ ուղղակի բերենք Տիրոջը այն մեր անհատական դժվարությունները, որ մենք ունենք, սիրելիներս։ Այսօրվա քո որոշումից կախված է քո վաղվա կյանքը։ Ամեն։ Ես ուզում եմ ուղղակի ասել, սիրելի եղբայրներ, որ դուք ամուսիններ եք, հայրեր եք, սկսեք քահանապետական ձեր ծառայությունը, ձեր ընտանիքում, աղոթեք,
Ես պատկերացնում եմ, ձեր կինը շատ երջանիկ կլինի, երբ դուք իրան գրկեք ու աղոթեք իր համար։ Մայրեր ու կանայք, դուք էլ կարող եք աղոթել ձեր ամուսինների համար, որովհետև դուք նշանակված եք ինչպես լավագույն օգնական ձեր ամուսինների համար։ Ծնողները թող աղոթեն երեխաների համար ու իրանց չհրահրեն բարկությանը։ Ամեն։ Երեխաներն էլ թող լինեն հնազանդ ու սիրեն ծնողներին։ Ու նրանք, ովքեր ունեն պրոբլեմ հարաբերությունների մեջ, ուզում եմ մի փոքր բան ասել։ Երբ մենք մեր աղոթքի մեջ սկսում ենք գոհանալ այդ մարդկանց համար, ում հետ մենք ունենք պրոբլեմ, բաները փոխվում են։ Ամեն։ Եթե մի երեխային թվում է, որ իր ծնողը իր հանդեպ այդքան ուշադիր չի, իրան չի սիրում եւ այլն, սկսի ասել. Տեր, շնորհակալ եմ իմ լավ պապայի, լավ մամայի համար։ Շնորհակալ եմ, որ ես ունեմ, որ ես ընտանիքում եմ մեծացել, ոչ թե մանկատանը։ Ամեն։ Եկեք մենք գոհացող սիրտ ունենանք, սիրելիներս, գոհացող սիրտ։ Եկեք մենք շնորհակալություն հայտնենք Աստծուն մեր չքնաղ երկրի համար, դրախտային երկրի համար, ու մեր թասիբով հայ ազգի համար։ Չգիտեմ, Ռուֆի ոնց թասիբը կթարգմանի։ Հալելույա։ Հիմա մի բան եմ ուզում առաջարկել։ Եթե դուք ամուսիններով իրար կողք եք կանգնած ու ձեր երեխաները ձեզ հետ են, ուղղակի վերցրեք իրար ձեռքերը ու մենք եկեք աղոթենք, որ մեր ընտանիքներում աղոթքի մթնոլորտ լինի ու աղոթքի ճեղքում լինի։ Կարող ենք դա անել հավատքով։ Ամեն սիրելիներս։ Ով է ինձ հետ համաձայն։ Ով Աստծո հետ համաձայն։ Փառք Աստծուն։ Եկեք մենք աղոթենք։ Հայր երկնային, մենք Հիսուս Քրիստոսի անունով մենք շնորհակալ ենք քո խոսքի համար, որը ճշմարտություն է եւ գալիս է, որ մեզ ամեն կապանքներից, ամեն կարծրատիպերից ազատագրի։ Հայր, մենք շնորհակալ ենք, որ դու մեզ տվել ես այդպիսի հրաշալի միջոց եւ գործիք, որ մենք կարող ենք աղոթել եւ Արարչի հետ հանդիպել, որ մենք կարող ենք քեզ հետ համագործակցել, որ մենք կարող ենք բարեխոսել մարդկանց համար։ Տեր, մենք խնդրում ենք, որ դու մեզ ներես մեր ոչ աղոթքի կյանքի համար, ներիր նրա համար, որ աղոթքը երբեմն բացակայել է մեր կյանքերում, ներիր Հայր, ու մենք խնդրում ենք քեզանից աղոթքի հոգի, որ գա մեզ վրա, մենք խնդրում ենք քեզ Սուրբ Հոգի, որ դու բորբոքես մեր սրտերը, որ դու օգնես մեզ այս պահից հաճեցնել քեզ, միշտ այցելելով քեզ աղոթքի մեջ, միշտ քեզ հետ հանդիպելով ու քո կամքը կատարելով այս երկրի վրա։ Հայր երկնային, մենք նաև շնորհակալ ենք մեր եղբայրներ ու քույրերի համար, Տեր, Հարավ Աֆրիկայից եւ Շվեյցարիայից եւ Երևանից, Տեր, մենք շնորհակալ ենք իրանց սրտերի համար, որ այդ սրտերի մեջ դու դրել ես սերը հայ ժողովրդի համար, Տեր, մենք շնորհակալ ենք ու մենք խոնարհվում ենք քո առաջ ու մենք այսօր խնդրում ենք իրանց երկրների համար, որ դու օրհնես իրանց երկրները, որ դու օրհնես իրանց ընտանիքները, իրանց եկեղեցիները, Տեր, թող քո հոգին կրկնապատկվի, այն բաները, որ իրանց դժվար է, թող հեշտ լինի, Տեր, թող իրանք լցված լինեն այն ամենով, ինչ որ քեզ հաճելի է, Հայր, լցրու իրանց քո կամքի ճանաչողությունով, պահիր ու բարձրացրու, օրհնիր իրանց բոլոր ճանապարհները, Հայր երկնային, մենք շնորհակալ ենք մեր քաղաքի համար, մեր քաղաքապետի համար, մենք շնորհակալ ենք մեր երկրի համար, ամեն մի քաղաքի ու ամեն մի գյուղի համար, բոլոր քաղաքապետների, գյուղապետների համար, շնորհակալ ենք մարզպետների համար, շնորհակալ ենք վարչապետի, նախագահի համար, Տեր, շնորհակալ ենք, լավ է ունենալ, քան չունենալը, Տեր, ու մենք շնորհակալ ենք, որ մեր կառավարիչների սրտերը քո ձեռքերի մեջ, ու մենք խնդրում ենք, որ դու այնպես ուղես, Տեր, ինչպես որ քեզ է հաճելի,
Թող քո կամքը կատարվի իրանց կյանքերում, ինչպես որ երկնքումն է։ Հիսուս Քրիստոսյանն ու որտնիր նաև ամեն մի ընտանիքը եկեղեցում։ Մենք հրճակում ենք քո արքայությունը գա, քո արքայությունը, քո արդարությունը, քո խաղաղությունը, քո ուրախությունը, Սուրբ Հոգովը Տեր։ Թող փոքրիկները այնտեղ աղոտ կանեն, թող տղաներ աղջիկներ աղոտքի մեջ լինեն, թող տղամարդիկ ու կանայք սկսեն աղոթել, Հայր, Հիսուսի անունով բորբոքիր մեր սրտերը, որ մենք աղոթող ազգ լինենք, Տեր, բարի խոսող ազգ լինենք, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալ ենք, որ երկինքը պատասխանում է մեզ, շնորհակալ ենք, օրհնում ենք քեզ, մեծարում ենք քեզ, փառավորում ենք քեզ, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, եւ բոլոր Աստծո սուրբ ժողովուրդը ասեց ամեն։ Փառք Աստծուն, ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ ես աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես
մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաև ամեն բարի գործի համար նաև պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն, նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։